տեխնացուին ինչ մարտավարություն ունեք, առաջադրելու եք տիկին Մի քանի սցենար ունենք, բայց կարծում եմ ընտրության ավարտից հետո միայն կարելի է խոսել, թե որ սցենարն ենք ընտրում եւ առաջարկում։ Կարծում եմ մի փոքր սպասենք արդեն իրացնեք էլի ձեր տեխնացու առաջադրելու իրավունքը թե ոչ։ Եվ իրացնելը եւ չիրացնելը սցենարների մեջ կան, այսինքն կհասկանանք ընտրության արդյունքների ամփոփումից հետո վստահաբար կասենք ինչ ենք անում։ Տեխնացու տիկին Ագնես Ախամոյան տեխնացուն Ունենք մեր տեխնացուն, առաջադրել ենք տիկին Գալստյանին ու վստահ ենք ոչ որևէ այլ տեխնացու չի առաջադրել։ Իշխանության ներկայացուցիչներին որոշում ունի կողմ դեմ։ Հա, յուրաքանչյուր անգամ հայտարարել ենք, որ չենք մասնակցելու իրենց քվեարկությանը։ Իսկ այլ տեխնացու չունենք։ Ազդակներ ունեք, ԿՊ-ն ինչպես է քվեարկելու ձեր։ Որևէ կերպ չենք քննարկել, այսինքն որևէ ազդակ չունենք։ Եթե այլ տեխնացու չեք առաջադրել, նշանակում է, որ օրինակ երկրորդ եւ երրորդ անգամ ինչը այս նստաշրջանի ընթացքում համենայն դեպս կանոնակարգ օրենքը թույլ է տալիս, այլևս տեխնացու չեք առաջադրի եւ կոպիտ ասած թափուր կթողնեք։ Տեսեք, եթե չընտրեն Լիլիթ Գալստյանին, դա նշանակում է, որ իրենք չեն ուզում, որպեսզի տվյալ հանձնաժողովի ղեկավարը լինի ընդդիմադիր ներկայացուցիչ։ Խնդիրը անձի մեջ չի, նշանակում է քաղաքական դիրքավորում ունի իշխող մեծամասնությունը։ Այդ պատճառով է, որ մենք մտածում ենք տեխնացուի փոփոխության հարց ուղղակի չի կարող այստեղ քննարկվել։